Ավելի բարձր քան արքեպիսկոպոսները միայն կաթողիկոսն է։ Իմ 3 տեղի ունեցած իրադարձությունների հանրագումարում ու դրանց դիտարկմամբ մի մարդ, որին աջակցելու չեկավ անգամ 10,000 հավատացյալ, արդեն խնդիր ունի։ Չեմ ասում գային ու ինչ-որ հեղափոխությունների կամ հեղաշրջումների փորձեր կատարեին։ Ուղղակի 10,000 հավատացյալ գար ու կանգներ վեհարանի բակում լուր այնպես, որ վեհապարը գոնե թե ունակ լիներ ցույց տալ, որ մի քանի հազար հավատարիմ հետևորդներ ունի եկեղեցին, որոնք հարգում են իրեն, սիրում։ Արդյունքում անգամ մի քանի 100 մարդ չեկավ վեհարանի մոտ։ Ոստիկաններն ավելի շատ էին, քան քաղաքացիները։ Իսկ ինչու էր այդպես։ Թույլ տվեք այլոց պատմածներով չգնահատել իրավիճակը, այլ հենվել իմ 34-ամյա երիտասարդի հիշողությունների վրա։ Իսկ այդ հիշողությունները ես երբեք չեմ տեսել, այդ հիշողություններում երբեք չեմ տեսել վեհապարի վեհ խոսքն ուղված համայն հայության այս կամ այն բարդ իրավիճակում, կամ այնպիսի մի խոսք, որ ուշքի կբերի, որ կարթնացնի, որ կյանքի ուժ կտա, պայքարի ու հաղթանակի հավատ կտա։ Կաթողիկոսը մշտապես հանդես է եկել ցպահանջ, երբ դա թույլ են տվել քաղաքական իշխանությունները, հիմնականում նախկին։ Երեք ղողանջում էին բազմաթիվ վանքերի զանգեր ամբողջ երկրով մեկ։ Մի բան, որ տեղի չի ունեցել անգամ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ վտանգված էր 150,000 հայի կյանք։ Իսկ երբ վտանգվեց իր վեհապարի անվտանգությունն ու ազատությունը, զանգերը սկսեցին ղողանջել։